Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեքսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են հուշագիրը ստորագրվել է հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը։ Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և մատուցվող ծառայություններ, օրենսդրական բարեփոխումներ, աշխատաշուկայի ներառականության քաղաքականություններ, անկախ կյանքի խթանում և սոցիալական երաշխիքների մեխանիզմների բարելավում։ Համագործակցությունը կիրականացվի համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման, փորձի փոխանակման ծրագրերի, հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների, ոլորտային քննարկումների կազմակերպման միջոցով։ Կողմերը փաստաթղթի ստորագրումը երկու երկրների համար որակել են որպես կարևոր քայլ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորություններով ապահովման ճանապարհին։ Հունիսի 23-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների ընկերություններ։ Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար։ Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էլինա Մարկարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունը ամրապնդելու կարևորությունը։ Այնուհետև ներկայացվել են հիմնական ուղղությունները, ընդգծելով նրա հանձնառությունը ծառայելու որպես կամուրջ կառավարության և բիզնես համայնքի միջև։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին։ Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցակցությունը խթանելու ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը հունիսի 24-ից 27-ին կմեկնի Չինաստան, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշենք, որ Չինաստանի Տյանցզին քաղաքում հունիսի 24-ից 26-ին նախատեսված է Դավոսի համաշխարհային ֆորումը։ Հայաստանի արտգործնախարարությունից հաստատել են այցի մասին տեղեկությունը, նշելով, որ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան հուլիսի 25-ից 27-ին։ Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ։ Ծրագրված են նաև այլ քննարկումներ, հայտնում են արտգործնախարարությունից։ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու նոր դեպք։ Օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում Զվարթնոցը թանավականի կարգո բեռնահամալիրի տարածքում վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամ երկրներից և Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային և մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ ու խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։
Արդյունքում ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավելի քան 142 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Արգրավել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ էլեկտրոնային ծխախոտներ։ Նշենք, որ ապրանքների ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են եւ ցանկացած խախտում կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հիշեցնում է, որ հարկային ու մաքսային փաստաթղթերում տվյալների ճշգրտությունը, ապրանքների ամբողջ ծավալը ճիշտ հայտարարագրելը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև բիզնեսի առողջ զարգացման գրավականներից մեկը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի ազգային օրվա կապակցությամբ։ Արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ընկերության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարը շնորհավորել է Ապիտոնյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ մաղթել արդյունավետ աշխատանք։ Նարեկ Ապիտոնյանը վստահեցրել է, որ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները ներդնելու էին նպաստ համակարգի զարգացման։ Խուդատյանը շնորհակալություն է հայտնել տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի համար եւ համակարգի բոլոր օղակներում պետք է ջանք չխնայել որակյալ աշխատանքի համար։ Հունիսի 16-ից 21-ին տնօրինությամբ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի Մայրաթոռում տեղի է ունեցել միաբանական համագումար, որին մասնակցել են Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից եւ Սփյուռքից, ինչպես եւ ներկայացուցիչներ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի եւ Կոստանդնապոլսի հայոց պատրիարքություններից։ 9-րդ միաբանական համագումարի խորագիրն էր Սուրբ Էջմիածին բանալի երկնի արքայության։ Ամենայն հայոց կաթողիկոսը միաբաններին պատգամել է հայրենի եւ հայոց եկեղեցու արչեւ ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ եւ ազգի հավատավոր զավակների սրտերում զորացնել հավատը, միաբանության ու համերաշխության ոգին։ Հայոց հովվապետը իր բարձր գնահատանքն է բերել միաբանական համագումարի մասնակիցներին իրենց նվիրյալ եւ նախանձախնդիր սպասավորության համար, աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ապահով ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, իմաստություն շնորհի մեր ժողովրդին համատեղ ջանքերով հասնելու խաղաղ ու լուսավոր հանգրվաններին։ Հնգօրյա ժողովի ընթացքում Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի բիանվանները քննարկել են եկեղեցու եւ հայ ժողովրդի արչեւ ծառացած զանազան մարտահրավերներ, լսվել են արդի հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ եւ բանախոսություններ։ Միաբան հայրերը մասնակցել են Արարատյան շաբաթվա Սուրբ Պատարագներին, որոնք ամբողջացել են միաբանական ուխտի Սուրբ Պատարագով եւ կաթողիկե Սուրբ Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ։ Հունիսի 21-ից 22-ին ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կազմակերպիչ հանձնախմբի անդամները մի խումբ միաբանների հետ հովվական առաքելությամբ մեկնել են նաեւ Սյունած թեմի համայնքներ։ Մայրաթոռի միաբանները այցելություններ են կատարել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաեւ բռնի տեղահանված արցախահայերի բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին։ Բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Աբովյանի ծննդատան բուժաշխատողներին, շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ, կարևորելով ծննդօգնության ոլորտում բարեխիղճ աշխատանքը, տարիների վաստակը, բնակիչների վստահությունն ու գոհունակությունը, համայնքի ղեկավարը ներկաներին պարգևատրել է պատվոգրերով։ Օրերս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանի պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները, քննարկելու այդ ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները։ Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերը ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին։ Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը, շեշտելով, որ մինչև ամառային
համաշխարհային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ եւ հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ, օրենսդրությամբ սահմանված պայմաններն ու ցուցումները։ Տնտեսվարողները ընդունելով վերահսկիչի դիտողությունները խնդրել են այսուհետ հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին, չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության մեջ։ Առաջարկն ընդունվել է եւ այսուհետ ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված, նշված է տարածված հաղորդագրությունում։ Գիտելիք, փորձ եւ նոր մոտեցումներ հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ Այս նախաձեռնությունը ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է։ Այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը զարգացնելու կարողություններն ու հմտությունները, այլև մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության արժեքների նկատմամբ ձեր հանձնառությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին, ընդգծելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում համատեղ գրանցված արդյունքների կարևորությունը։ Այս շարք վերապատրաստումները մենք մեր գործընկերների աջակցությամբ մեկնարկեցինք փետրվար ամսից։ Մենք ունեցանք վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ հիմնական կարևոր ուղղություններով, իհարկե դա հարկադրանքն է, ուժի գործադրումն է, ձերբակալությունը որպես առանձին ուղղություն։ Անդրադառնալով գործողությունների պատշաճ իրականացմանն ու հիմնական սկզբունքներին, փոխնախարար Մկրտչյանն առանձնացրել է հարկադրանքի կամ ուժի գործադրման պայմաններում քաղաքացիների իրավունքների պահպանումն ու օրենսդրության գրագետ կիրառումը։ Արմեն Մկրտչյանի խոսքով այն կարևոր երաշխիք է նաև ոստիկանության ծառայողների անխոցելիության տեսանկյունից։ Ձևաչափը առավելագույնս քննարկային է, այսինքն դիսկուսիոն բնույթի եւ մեծ հնարավորություն եւ ժամանակ է տրվելու մասնակիցներին, որպեսզի իրենք իրենց ուզող հարցերը բարձրացնեն։ Հուսով ենք, որ սա առավել արդյունավետ ձևաչափ կլինի, որպեսզի մենք կարողանանք ինչ որ ուզում ենք տեղ հասնել, հնարավորինս մատչելի ձևով դա անենք։ Վերապատրաստման նյութը ներկայացվում է կիրառական մոտեցմամբ։ Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են նաև կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ինչը թույլ կտա նրանց ձևավորել պատշաճ արձագանքման պրակտիկ հմտություններ։ Վերապատրաստման ընթացքում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք կիսում ենք նաև մեր փորձով, ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխաններ եւ հետագայում նաև այդ ամեն ինչը փոխանցում ենք մեր ենթական անձնակազմին։ Դասընթացը միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև մտածողության վերափոխմանը հարկադրանքի միջոցների կիրառման ժամանակ առավել համաչափ եւ մարդու իրավունքներին համահունչ մոտեցումներ ձևավորելու նպատակով։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սկզբունքները, այսինքն են ելակետային դրույթները, որոնք կարմիր թելով պիտի անցնեն հարկադրանքի միջոցների կիրառման շրջանակներում, ներկայացվելու են նաև հարկադրանքի միջոցների առանձին տեսակների կիրառման առանձնահատկությունները, հիմք ընդունելով այն նոր չափորոշիչները, որոնք սահմանված են ոստիկանության գվարդիայի մասին նոր ընդունված օրենքում։ Դասընթացը անցկացվել է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Նման վերապատրաստումները շարունակական են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանում ռեժիմի փոփոխության հնարավորությունները։ Այս է վկայում Սպիտակ տան ղեկավարի կողմից հունիսի 23-ի գիշերը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նրա գրառումը։ Ռեժիմի փոփոխությունը տերմինը քաղաքականապես կոռեկտ չէ, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենում։ MIGA գրել է Թրամփը։ MIGA հապավումը նշանակում է Make Iran Great Again, կրկին հզոր դարձնենք Իրանը, եւ հղում է անում Թրամփի քարոզարշավին, Ամերիկան կրկին հզոր դարձնենք կարգախոսին։
Իրանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, այս մասին տեղեկացնում է Թասնիմ գործակալությունը։ Ժան-Նոել Բարոն երեկ երեկոյան Սեյեդ Աբազ Արաքչիի հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայից հետո։ Մենք խստորեն դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից խաղաղ միջուկային օբյեկտների վրա իրականացված ագրեսիվ հարձակումը եւ այս ռազմական գործողությունը բոլոր միջազգային օրենքների եւ կանոնակարգերի, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Այս ագրեսիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հեռահար հետևանքներ կունենան բոլոր երկրների համար, ասել է Արաքչին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ափսոսանք հայտնելով հարձակման համար հերքել է ագրեսիայի պլանավորումը, իրականացմանը Ֆրանսիայի մասնակցությունը, մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանում լարվածության սրման վերաբերյալ եւ կոչ է արել շարունակել երկխոսությունը Իրանի եւ Եվրոպայի միջև։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են մարզերում հունիսի 24-ից 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ից 28-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։